կանգնեք այս գործընթացից մեկ եւ երկրորդ հարցս, որովհետեւ շատ հնարավոր չհասնի։ Ասում եք վախեցած են ԿՊ-ականները, մոտավորապես հաշվարկ ունեք, քանի պատգամավոր են ԿՊ-ից վախեցած եւ քանիսը կմիանան են վախեցած։ Հնարավոր է մեզ համոզեն թե չէ, այո հնարավոր է։ Եթե այլ որ մեկը արգումենտ բերի, փաստարկ բերի, խելամիտ, թող մենք բան չենք խելար չենք, ասում ենք ոտներս դրել ենք մի կոշիկի մեջ, ասում ենք չէ, սենց պետք է լինի։ Մինչև այս պահը ոչ մեկ, որևիցե մեկը, որևիցե արգումենտ, որևիցե փաստարկ, բովանդակային առարկություն չի կարողացել ներկայացնել։ Եթե այս պահից սկսած ինչ որ մեկը այդ փաստարկը կներկայացնի, մենք եթե կբացատրի, որ սխալ է, մենք իհարկե ինչի պետք է բանանենք։ 2026 թվականին ընտրություններ են լինելու եւ կարճ ժամանակ է մնացել։ Լուրջ եք ասում։ 26 թվականին ընտրություն։ Այսինքն ես չգիտեի, ինձ պետք է որ մեկը ասի։ Որպես փաստարկ եմ, եթե տենց փաստարկ լինի։ Այսինքն ինչ որ մեկը ինձ որպես փաստարկ պետք է ներկայացնի օրացույցի հաջորդ տարվա ամսաթիվը։ Որը ես իրանցից ասի որ ընտրություններով կփոխենք։ Կփոխեն, ինձ թվում է չի խանգարում։ Ասելով որ գուցե այս նախաձեռնությունը ավելի շուտ լիներ, խոսքը դրա մասին։ Թող ես ավելի շուտ բանտում էի։ Դուք նոր եմ դուս եկել։ Ասեք։ Երկրորդը ԿՊ-ականները վախեցած են, ես նման բան չեմ ասել, ԿՊ-ականները բացարձակ վախեցած չեն այս պահին, որովհետև վախենալու ոչ մի բան չունեն։ Հա, Փաշինյանից վախեցած են, այո, վախի շուտ։ Ինձ թվում է, ես ասեցի, երկու գործոն կա, որով Փաշինյանը ԿՊ-ական падգամավորին պահում է ազգային ժողովի շենքում։ Դա շահն է ու վախը, տարբեր կոմբինացիաներով։ Մեկին համ շահով, համ վախով է պահում, մեկին վախով, մեկին մենակ շահով։ Բայց ընդհանուր առմամբ գաղափարական չի իրենց։ Ես կուզենամ տեսնեմ այն ԿՊ-ական падգամավորին, Զարուհի ջան, ով որ Զարոձին ու Ստալինու դեմքով, Զա Նիկոլա Փաշինյանու դեմքով կասի ես պատրաստ եմ մեռնել գաղափար հանուն այդ գաղափարի։ Չկա այդ գաղափարը, մենք այդ լավ գիտենք։ Մենք լավ գիտենք այդ մարդիկ ինչի համար են այստեղ, չէ՞ հավաքված։ Պարոն Մալյան, Հիմա եթե հավաքված են, չէ, վայ ջան, աղջիկը լիքը սպասում է, քեզ առանձին ուզում ես հարցը։ Չէ, թող տա Շողիկ ջան տուր հարցը։ Նախ ես ոնց հասկացա, որոշման նախագիծ պետք է լինի, վարչապետին ամբողջություն հայտնել։ Պարոն Էդգար Ղազարյանին այդ հարցը։ Այսինքն իրավական մասերով իրեն։ Բոլոր հարցերով նախաձեռնության լոկոմոտիվը նախ առաջին Էդգար Ղազարյանի խոսքն եմ ես լսել իմպիչմենտի մասին, գուգլել եմ, փաստարկները նայել եմ, հասկացել եմ, որ շատ տրամաբանված, փաստարկված բան է ասում մարդը, ես էլ ոգևորվել եմ այդ գաղափարով, եկել եմ հիմա այստեղ կանգնած եմ, ամբողջական առումով իմպիչմենտի բոլոր մանրամասների առումով կխնդրեմ պարոն Ղազարյանին։ Վարչապետի տեխնացուի մասով ես ոնց հասկացա, դուք ընդդիմադիր դաշտին որևէ այսպես առաջարկ եւ այլն չկա, դուք այս պահին չկա, առայժմ չկա։ Դուք ուղղակի ուզում եք, որ խորհրդարանի ընդդիմադիր ուժերը Դա նախաձեռնեն կներեք, առաջի գիշերվա իրավունքը վարչապետի տեխնացուի պատկանում է падգամավորներին մեծ առումով, ընդդիմադիր падգամավորներից մեր ակնկալիքները շատ ավելի կոնկրետ են, չէ՞, որտեղ իրանք 21 թվին եկան մեզ ասեցին, մեզ ձայն տվեք, մենք գալիս ենք Նիկոլ Փաշինյանին հանենք։ Հիմա ձայն ենք տվել, ես անձամբ քվեարկել եմ, քարոզել եմ, ձայն եմ տվել ընդդիմադիր դաշինքներից մեկին։ Հիմա եկել եմ ասում եմ, ընկեր 4 տարի անցել, դու մենակ մի բան կարող էիր անել, մի բան, ուրիշ բան չէր կարող падգամավորել։ Իմպիչմենտի գործընթաց նախաձեռնել, մինչև հիմա չես արել։ Լավ, թողում եք մի կողմ մինչև հիմա չես արել, բա հիմա ինչի չես անում։ Ում եք ասել են դաշինքին, որին ձայն եք տվել։ Դա առաջին հերթին իհարկե այդ դաշինքին։ Մի բան էլ պարոն Մալյան, այս ընտանիքում ձայները տարբեր ձև են բաշխացել։ Ես քվեարկել եմ պատիվ ունեմ դաշինքին, հայրս քվեարկել է Հայաստան դաշինքին, բայց ես թե երկուսի քարոզչական միջոցառումներին ակտիվ մասնակցել եմ Facebook-ում մինչևա նկարները կատարել։ Այս 4 տարվա ընթացքում այդ ձեր ասած երկու դաշինքները միասին անգամ մի հատանչում միասին, որտեղ միասին չեն եղել իրար։ Չէ, երկուսի հետ ինչ որ հարցերի շուրջ միասնաբար հանդես են եկել, չէ, քննարկել են, քվեարկել են։ Այդ մարդիկ անգամ մի հասարակ նախագիծ չեն կարողացել անցկացնել, որ մնաց Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախագիծ իր կյանքի կոչել։ Էդգար Ղազարյանը քիչ առաջ ասեց, մի падգամավորի, ընդամենը մեկ падգամավորի ստորագրությունը հերիք է, որպեսզի այդ գործընթացը, այսպես ասած, պուսկը տանք։ Հիմա այդ մեկ падգամավորի վերջացնեմ, բայ ջան, իհարկե արդյունքի համար ենք աշխատում։ Մենք հո բան չենք անարդյունք։ Ձեր խոսքից ճիշտ եմ, Այդ մի падգամավորի նախագծերի պուսկ են տվել, արդյունք չի եղել, այդ եմ ասում, որ չեն կարողացել անցկացնել։ Հիմա ո՞նց են անցկացնել։ Բազմաթիվ էլ եղել է, որ պուսկ են տվել, եղել է արդյունք։ ձեր խոսքից ճիշտ եմ հասկանում, որ դուք կասկածում եք կամ
հավատություն ունեք, որ ընդդիմադիր բոլոր ուժերը կամ բոլոր պատգամավորները այս գործընթացը իրականացնելու պատրաստակամություն չունեն եւ պարոն Մալյան, դուք ասացիք երկու հոգի են դեմ Նիկոլ Փաշինյանն ու Ռոբերտ Քոչարյանը։ Ռոբերտ Քոչարյանի մասով տեղեկատվությունը կխնդրի հստակեցնեի, ինչպես է Որտեղ ասել, որ ինքը դեմ է ինքն։ որովհետեւ ֆրակցիան ամեն դեպքում Այդ Ռոբերտ Քոչարյանի մասով խնդրում եմ պարոն Էդգար Ղազարյանի հետ հարցը տվեք։ Էդգար Ղազարյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ։ Այսինքն հանդիպել է Ինչ? Գործընթացը տապալվելու պարագային, որոնք են լինելու ձեր հաջորդ քայլերը։ Բայց ինչի պետք է տապալվի։ Ես տապալման մասին բացարձակ չեմ մտածում։ Կարա տապալվի, եթե լինի տոտալ սաբոտաժ։ Այս գործընթացը, Զարուհի ջան, ինչպես ցանկացած գործընթաց, որը ես սկսել եմ, ես հստակ քայլ առ քայլ պատկերացնում եմ, այս քայլից հետո ինչ ալել։ Ինձ ընդդիմադիր падգամավորները մինչև հիմա ասում են, հավաքի բեր ժողովրդին, մեզանից այդ ժողովրդով խնդրի, որ մենք սկսենք impeachment, մենք կսկսենք։ Ուրեմն այս առումով այդ խոսույթը Նիկոլ Փաշինյանի ու ընդդիմադիրների լրիվ նույնականն է։ Նիկոլ Փաշինյանն ասում է հենց ժողովուրդը իմ հրաժարականը պահանջի, ես հրաժարական կտամ։ Այսինքն թե այստեղ Նիկոլ Փաշինյանի պարագայում, թե այնտեղ ընդդիմադիրների պարագայում անհայտ է այդ ժողովուրդը։ Դուք էլ չեք նույնը ասում, որ պետք է նաև փողոցային ճնշում լինի։ Այո, ոչ թե նույնն եմ ասում, առանց փողոցային ակտիվ համազգային գեներացված փողոցի զրո է, ոչ մի արդյունքի չի բերելու։ Փողոցային գործընթացը առանց impeachment-ի վերջաբանի նույնպես զրո է, դա էլ ես վերջի 7 տարվա մեջ անընդհատ համոզվել եմ։ Բնականաբար պետք է լինի process, որպեսզի այդ մարդկանց, այսինքն օրինակ ձեզ, երբ որ ես կոչ անեմ, ասեմ եկեք դուս եկեք փողոց, ես ձեզ բացատրեմ, թե ձեզ ինչ համար եմ կանչում փողոց։ Փողոցում կրկն նոր ասեցի, այդ ուշադիր չեք երևի։ Փողոցում չի ստացվում, որովհետև այդ փողոցի ծերում վերջում գոյություն չունի որևիցե մի հանգուցալուծում, որով Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։ Փողոցը փողոցի համար ուղակի դուրս գանք զբոսանքի, այդ բնականաբար Նիկոլ Փաշինյանը դեպրեսիայի մեջ չի ընկնելու հրաժարական տա։ այսինքն հենց ներսում սկսեն Եվ impeachment-ը միակ գործընթացն է, որը ուղիղ կախվածություն չունի Նիկոլ Փաշինյանի կամ արտահայտությունից։ Այսինքն, թե ընտրությունները կազմակերպում է եւ իրականացնում է Նիկոլ Փաշինյանը, հրաժարականի պահանջի պատասխանատուն ու պատասխան տվողը Նիկոլ Փաշինյանն է, հրաժարական տվող կամ չտվողը։ Մյուս բոլոր գործընթացները ուղիղ կապ Նախորդ փողոցային շարժումների ժամանակ ինչի impeachment-ի գործընթաց չեն նախաձեռնել, հարցը պարզ է ձեզ համար։ Չէ, ինձ համար անկեղծ ասած պարզ չի։ այսինքն հենց ներսում սկսեն այդ գործընթացը, այսինքն Գործընթացը միայն ներսում կարող են սկսել, հենց ներսում չէ։ Դրա որ ներսում падգամավորն է սկսեն արդեն անվստահության գործընթացը, դուք դա պատկերացնում եք զուգորդել նաև դրսում փողոցային ակցիաներ։ Այո, հենց մեր падգամավորները սկսեն impeachment, ինչ որ մեկը падգամավորի սկսի impeachment-ի գործընթաց, բնականաբար միանգամից պետք է կենտրոնանալ փողոցի պայքար կազմակերպելու վրա, գեներացնելու վրա։ Այն մարդիկ, ովքեր մեկ տարի առաջ դուրս էին եկել փողոց սրբազան պայքարի շրջանակներում, այդ մարդիկ չեն մահացել Փարքաստո, չեն արտագաղթել, նիկոլական չեն դարձել։ Այդ մարդիկ բայց հոգնել են, ու նշում են, որ օրինակ փողոց դուրս գալ չեն ուզում։ Ինչի համար են հոգնել, որովհետև թունելի վերջում լույսը չեն տեսնում։ Այսինքն իրանց միշտ ասում են դուս եկեք փողոց, ձեզ կասենք ինչա լինի։ Այդ լույսը հանգուցալուծումն է, դա հենց ուղիղ լույս չի, էլի։ Այդ լույսը հանգուցալուծումն է իրավական առումով, որը կոչվում է impeachment։ Այո։